Եթերում հորիզոնն է։ Այս տարվա սկզբին հաստատվեց բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգը և ակտիվ քննարկումներ սկսվեցին։ Մոտ 10 օր առաջ հերթական խորհրդակցություններ վարչապետի գլխավորությամբ։ Մասնագետների կարծիքով այն առանցքային նշանակություն կունենա բուժհաստատություններում և բուժսպասարկման ոլորտում, առավել հասանելի դարձնելով այն։ Այդ ոլորտներից մեկն էլ թերևս ուռուցքաբանության ոլորտն է։ Այս և այլ հարցեր քննարկենք Պանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, մեր հրավերը ընդունելու համար։ Թերևս այն ոլորտն է սա, որը ամենաբարդերից է և ամենաթանկ բուժում պահանջողներից։ Պարտադիր ապահովագրությունը այս ոլորտում ինչ հարցեր կարող է լուծել։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն առողջապահության համակարգում խնդիրները հայտնաբերելուց և լուծելու մեջ շատ կարևորագույն հատված վերաբերվում է պացիենտների, հիվանդների վճարունակությանը։ Եվ ապահովությունը լուծում է ամբողջ աշխարհում լուծել է եւ մեր մոտ ներդրումից հետո լուծելու է հենց այդ խնդիրը։ Այսինքն ունենալով լավ բժշկություն, ունենալով լավ մասնագետներ, ունենալով լավ սարքավորումներ, մենք կանգնում ենք մի խնդրի առաջ, թե ով վճարի ծառայությունների համար։ Ապահովության միջոցով պարտադիր լուծելու ենք այն խնդիրը, որ մարդիկ վճարելու են, բայց վճարելու են կանխավճարային սկզբունքով, այսինքն տարիների ընթացքում իրենք վճարներ են կատարելու, որոնք եթե անհրաժեշտ է լինելու իրենք բուժման կարիք են ունենալու, արդեն այդ ժամանակ իրենք չեն վճարելու։ Իսկ նաև սոցիալապես անապահով մարդկանց փոխարեն սուբսիդավորվելա պետության կողմից։ Այլ կերպ ասած, սա նաև կանխարգելումը կավելացնի եւ միաժամանակ բազմաթիվ կոմպոնենտներ ունի, Քրիստինե ջան, ուրեմն խնդիրը ինչումն է, երբ որ պացիենտի փոխարեն վճարում է մասնագիտացված որևէ հիմնադրամ, նաև ինքը հետևում է պացիենտը կյանքի ընթացքում իր առողջության հետևի, այսինքն նախորդ պատվաստումներ անպայման անի, նախորդ գնա տարեկան ստուգումների, որպեսզի հետագայում քիչ գումարներ ծախսի եւ ավելի առողջ ու ավելի երկար ապրի։ Երբ որ խոսում ենք ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասին, ավանդաբար գիտենք ինչին է վերաբերում, բայց բնականաբար տարիների ընթացքում ծառայություններն ավելանում են, նոր ոլորտներ են ավելանում։ Այս առումով կենտրոնը ինչ նոր ծառայություններ ունի։ Ուրեմն մեր կենտրոնը, երբ որ սկսեցի ղեկավարել տվել հաստատությունը, որոշում կայացվեց մի քանի ուղղություններով, կարևոր ուղղություններով նշաձողեր սահմանել եւ գնալ այդ նշաձողերի ուղղությամբ։ Եվ կարելի ասել համարյա ամբողջությամբ մենք հասել ենք, թերի է մնացել, այսինքն դեռ ժամանակի առումով մի քանի ամսի մեջ այդ խնդիրը կլուծվի ճառագայթային բժշկության տեսանկյունից, նորագույն սարքերի ներմուծումով եւ շահգործման հանձնելով վերջնականապես այդ ոլորտը կծածկենք։ Իսկ առայժմ այն բոլոր ծառայությունները, որոնք լավագույն աշխարհի լավագույն կլինիկաներում մատուցվում են, կարելի ասել գրեթե 95%-ով մատուցվում են մեր կողմից։ Վերջին տարիների ընթացքում ձեռք է բերվել մոտ 200 սարքավորումներ։ Մեր մասնագետները տարեկան միջինը 30 բժիշկ վերապատրաստվում է աշխարհի լավագույն կլինիկաներում։ Տվյալ մասնագիտության ուղղությամբ, նեղ մասնագիտության ուղղությամբ, որտեղ որ գտնում ենք ավելի հասանելի եւ հարմար ծառայություն, այդ վերապատրաստման գումարները ամբողջությամբ փոխհատուցվում է կենտրոնի կողմից։ Կենցաղային պայմաններն են բարելավվել, էլեկտրոնային կառավարման համակարգ է ներդրվել։ Այսինքն մենք նմանվում ենք այն կենտրոններին, որտեղ մարդիկ ժամանակին ձգտում էին գնալ եւ բուժվել, արևմտյան երկրներին է վերաբերվում։ Մենք դրան դեռ կանդրադառնանք։ Հիմա ծառայությունները, որի մասին խոսում ենք, կային ծառայություններ, որ օրինակ 5 տարի առաջ դուք չունեիք, իսկ հիմա կարող են դիմել եւ այդ ոլորտում ստանալ բուժսպասարկում։ Մոտավորապես 20-ից ավելի ծառայություններ կոնկրետ, որը վերաբերում է հենց ուռուցքաբանությանը, ներդրվել են մեր կենտրոնում։ Այն ծառայությունները, որոնք մատուցվել են հին մեթոդիկայով, սկսել են մատուցվել նորարար մեթոդիկայով, սկսված բիոպսիաներից մինչև հենց բուժական ծառայությունները։ Մի քիչ շատ չեմ ուզում մանրամասնել, որտեղ նեղ մասնագիտական հարցեր են, բայց գլոբալ առումով մոտ 20-ից ավել նոր ծառայություններ ներդրվել։ Ընդհանրապես բժշկությունը թերևս արդյունավետ է, եթե ախտորոշումը ճիշտ է արվում եւ ամբողջ ընթացքը։ Հիմա այդ տեխնիկական հագեցվածությունը, վերապատրաստումները, որքանով են այդ ամբողջ ցիկլը առավել արդյունավետ դարձրել։ Ուրեմն բժշկությունը երբեմն մեկ-մեկ համեմատվում է արհեստի հետ եւ լավ արհեստ, լավ ինչ որ որևէ ստեղծագործություն եւ որևէ մի բան ստանալու համար ինչ է պետք, լավ արհեստավոր եւ լավ գործիքներ։ Եթե համեմատում ենք բժշկության ժամանակ, երբ որ ուզում ես պացիենտին լավ բուժես, ինչ է արկա, որ լավ բժիշկներ, մասնագիտական տեսանկյունից լավ վերապատրաստված, նորարար մեթոդներին տիրապետող եւ իհարկե լավագույն սարքավորներ, այսինքն մեկի բացակայության դեպքում, եթե ունես լավ բժիշկ, բայց չունես լավ սարքավորումներ, չես կարող ժամանակակից ծառայություն մատուցես։ Երկուսի համադրությունն է, որ բերում է նորարար եւ առաջատար ծառայությունների մատուցմանը։
Մենք երբեմն լսում ենք այնպիսի վիրահատությունների մասին, որ օրինակ Հայաստանում առաջին անգամ են արվել եւ դրանք կարող են շատ մեծ կյանքեր փրկել եւ նույնիսկ Հայաստանը դարձնել գրավիչ բժշկության իմաստով։ Այդպիսի վիրահատություններ կան օրինակ ձեր ոլորտում, ձեր կենտրոնում։ Իհարկե, այս տարվա ընթացքում մոտ մի քանի վիրահատություններ տեղի ունեցան մեր կենտրոնում, որոնք մի քանիսը տեղի ունեցան, որ մեր կենտրոնում էին առաջ անգամ եւ կային այնպիսիները, որոնք ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում էին առաջ անգամ։ Դրանք հիմնականում վերաբերում են նորարար մեթոդին, այսինքն այդ նույն վիրահատությունները, նույն ծավալները կատարվում էին, բայց հին մեթոդով, իսկ նորարար մեթոդները, էնդոսկոպիաները, օրինակ, որոնք այժմ արդեն ամբողջ աշխարհում զարգանում են, փոքր վնասներ են հասնում, վերականգնման շրջանը կարճացնում են, որը շատ կարևոր է պացիենտի համար։ Հիմա պրակտիկ ոլորտը մի բան է, բայց այն պետք է համադրվի նաև գիտակրթական բովանդակությամբ։ Այս առումով ինչպիսին է կենտրոնի ներդրումը, ես որքան հասկանում եմ, նաև ներգրավված եք միջազգային համագործակցություններում, կոնֆերանսներում եւ այլն։ Ձեր պատասխանատվությունը ինչպիսին է։ Ուրեմն 4 տարի առաջ իմ կողմից մտածվեց եւ անցկացվեց առաջին անգամ հայկական ռուսկաբանական կոնգրես ասվածը, որը մի հարթակի տակ ամեն տարի փետրվարի 4-ը համարվում է ռուսկի դեմ քասկայի դեմ պայքարի միջազգային օր եւ ամեն տարի փետրվարի 4-ին կից օրերը որոշեցինք անցկացնել հայկական ռուսկաբանական կոնգրես, որտեղ կհավաքվեն ոլորտի Հայաստանի Հանրապետության ոլորտի մասնագետները եւ կհրավիրենք այլ երկրներից, զարգացած երկրներից նոր մասնագետներ, որոնք իրենց փորձը եւ գիտելիքները փոխանցեն մեզ։ 3 նմանատիպ միջոցառում տեղի է ունեցել, 4-րդը այս տարի տեղի կունենա փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության Ջերմուկ քաղաքում։ Հրավիրված են մոտ 25 արտասահմանյան լավագույն երկրներից, լավագույն կլինիկաներից մասնագետներ, որոնք իրենց լինելու են մոտ 60 եւ ավել ելույթներ, որը բերում է ինչպես մարդկային շփման, այնպես էլ նորարար մեթոդների տեղեկացման եւ այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այս պայդրությամբ գնան այլ երկրներ վերապատրաստվեն եւ նորարար մեթոդներին տիրապետեն, մասնագետները գալիս են մեր մոտ եւ իրենց փորձով փոխանակվում են։ Շատ կարեւոր միջոցառում է մեր ռուսկաբանների համար։ Դա տեսական ոլորտում է, թե նաև պրակտիկ գործունեությանն է վերաբերում։ Օրինակ անցյալ տարի զուգորդվեց նաև պրակտիկ ոլորտով, քանի որ նաև եկել են մասնագետներ, որոնք վիրահատարանում կատարեցին մաստեր կլասներ, որը հեռարձակվեց այն դահլիճում, որտեղ տեղի ունենում կոնֆերանսը։ Նաև մեր բժիշկներն են ներկայանում այլտեղ եւ այդ արդյունքները ներկայացնում։ Մոտարպես ասում եմ 60 եւ ավել ելույթներ են լինելու այս տարի, որոնցից մոտ 25-ը այլ երկրներից են մասնագետները, մնացած 35-ը մոտ մեր Հայաստանի Հանրապետության ռուսկաբաններն են։ Հիմա այդ ոլորտում արված այդ շփումները ինչպիսի պրակտիկ արդյունքներ են տվել համատեղ ծրագրերի իմաստով։ Կան այդպիսիք։ Համատեղ ծրագրերը ասած է, կարելի ասել եղել են տարբեր կենտրոնների հետ հուշագրեր, որոնք հնարավորություն են ստեղծել թե անվճար վերապատրաստվել մերոնց, թե այնտեղի մասնագետներին հրավիրել մեր մոտ անցկացնելու տարվա ընթացքում տարբեր այն ուղղությունները, որտեղ մենք թերացել ենք, տարբեր մաստեր կլասներ, որը իրականում շատ կարևոր ազդեցություն է թողել մարդու բժշկի զարգացման տեսանկյունից։ Իսկ թվերի տեսանկյունից մի հետաքրքիր նորություն ունենք, համեմատած 2019 թվականի հետ 2022 մինչև 23 թվականը մահացությունը ռուսկով հիվանդների մոտ 6.5%-ով գումարային իջել է, որը շատ կարևորագույն ցուցանիշ է։ Եվ դա այդ բոլոր նորությունների հաշվին եւ ինքը կարելի ասել ոչ թե միայն մեր կենտրոնի, այլ ռուսկաբանությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության բոլոր մասնագետների համատեղ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Իսկ առավել վերահսկելի է դարձել այդ ոլորտը եւ մարդիկ, որ վախենում էին ռուսկաբանության ոլորտի հետ առնչվող Ես վստահ կարող եմ ասել, որ պետք չի վախենալ։ Ես բազմիցս նշել եմ մեծ մասամբ մոտ 95% դեպքերում այն բոլոր պաթոլոգիաներով մեր մոտ բուժումը համահավասար է արտասահմանյան լավագույն կլինիկաներին։ Բացառություններ կան, կապված մեր պոպուլյացիայի հետ, նեղմա սարքավորումների հետ, այդ դեպքում նույնիսկ մենք ենք պացիենտներին հուշում, որ շատ լավ կլինի, եթե իրենց բուժումը շարունակեն ինչ-որ կոնկրետ այսինչ կլինիկայում, բայց 95% դեպքերում բացառ կարիք չկա այլ երկիր գնալ դրա պատճառով։ Ասում դա ոչ միայն մեր կենտրոնի, այլ ոլորտի բոլոր մասնագետների հետևական աշխատանքի արդյունքն է, որտեղ ու հիմքը ինչումն է, որ նրանք բոլորը աշխատում են միջազգային լավագույն ուղեցույցներով, դեղորայքը միջազգային ստանդարտի դեղորայքը կարող ենք ներմուծենք Հայաստան եւ իրենց կրթությունն էլ անցնում են Հայաստանում անցնելուց հետո կամ
անցնում են վերապատրաստում են էլի լավագույն կլինիկաներում։ Հիմա մենք խոսեցինք կադրերից, որոնք լավն են, խոսեցինք տեխնիկական հագեցվածությունից, ինչպիսին են շենքային պայմանները, ենթակառուցվածքները։ Ի վերջո ինչ-որ տեղ պիտի լինի, որ մարդիկ կարողանան իրենց գործունեությունը արդյունավետ ծավալել։ Կոնկրետ մեր կենտրոնում շենքային պայմանները հասցված են լավագույնին եւ այս տարիների ընթացքում մոտ 4 տարվա ընթացքում մեր կենտրոնում վերանորոգվեց եւ զինվեց լավագույն կենցաղային գույքով մոտ 22000 քառակուսի շենքային տարածք, որը գրեթե ամբողջությամբ ծածկել է ամբողջ շենքային մեր տարածքը եւ այլևս չվերանորոգված ժամանակակից չհագեցված տարածքներ չունենք։ Մոտ 4000-ից ավելի նոր ինֆրաստրուկտուրներ, նոր շենքեր կառուցվեցին, որոնցից վերջինը, որ ես նշեցի ճառագայթային լավագույն սարքավորումների տեղադրման համար է, մոտ 2 ամսից իր ավարտական փուլին կհասցվի։ Եվ շենքային պայմանները ընդհանրապես չեն զիջում լավագույն կլինիկաների շենքային պայմաններին։ Հիմա մենք ինչից խոսում ենք, ըստ էության արդյունավետ կառավարման մասին է խոսում։ Կառավարումը, բայց ենթադրում է նաև մեկ այլ ոլորտ՝ ֆինանսները։ Որքան էլ մենք տարբեր բաներից խոսենք, ինչ որ պահի առնչվում ենք այդ ֆինանսներին։ Ֆինանսների առումով այդ ոլորտում ձեր փորձը ինչ արդյունքներ է տվել։ Նախ 2019 թվականից սկսած պետությունը կարևորագույն մի քանի ծրագրեր սկսեց ուռուցքաբանության ոլորտում, սկսեց մատուցվել պետպատվերի շրջանակում, որը հավելյալ մեծ նոր ֆինանսներ մտցվեց ոլորտ եւ իհարկե նաեւ բեռը հանեց մեր քաղաքացիների վրայից։ Սկսեց վիրահատությունները ամբողջությամբ անվճար լինել, ճառագայթային բյուժումը, քիմիոթերապիան սկսվեց համավճարի սկզբունքով, ծառայության եւ որոշակի դեղերի տալիս է պետության կողմից, իսկ մի մասը գնում է պացիենտը, եւ որը բերեց նրան, որ ոլորտ նոր գումարներ մտցվել է, ասես ոլորտին եւս մեկ զարգ եղավ զարգացման համար։ Իսկ կենտրոնի կառավարումը կատարվում է ինչպես մասնավոր կենտրոններ, ինքը Փակbaşıնի տիրական ընկերություն է, որը գլոբալ առումով շահութ հետապնդող պետություն է, իհարկե այնտեղ կա մեծ սոցիալական բաղադրիչ, բայց մենք ստանում ենք մեր գումարները մեր կատարած ծառայությունների դիմաց։ Մի մասը պետպատվերից, պետության կողմից է նախորդ գնում կատարվում, այսինքն մի մասը անձամբ պացիենտներն են վճարում, մի մասը ապահովագրականները, բայց առիթը օգտագործելով ասեմ, որ հենց մեր համապարփակ ապահովագրությունը այս հարցը գրեթե ամբողջությամբ կլուծի։ Դերևս վերջին հարցը, որը առնչվում է արդեն ձեր գործունեության մեկ այլ ոլորտի, դա ձեր գործունեությունն է ավականիում։ Դուք այնտեղ եւս զբաղված եք եւ այնտեղ ինչ հարցերին է առնչվել ձեր գործունեությունը։ Ընդհանրապես դե ավականին առաջնային մանդատ ունեցող Երևանի կառավարման բարձրագույն մարմինն է եւ այնտեղ տարբեր ոլորտի մասնագետների ներառվածությունը ինձ թվում է միմիայն օգուտ կբերի քաղաքապետարանի կառավարմանը։ Ես եւ որպես բժիշկ իմ փորձով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցակով ընտրվել եմ եւ կփորձեմ իմ ուժերի ներածի չափով իմ փորձը փոխանցեմ եւ քաղաքի կառավարումը մեր քաղաքի կարգավիճակը շատ լավացնեմ։ Բժիշկների համար ոչ մի փոքր դետալներ չկան կամ աննշան դետալներ չկան, դուք հատկապես ինչերին եք ուշադրություն դարձնում։ Ամեն ինչին, ընդհանրապես որպես քաղաքացի, որպես Երևանում ապրող մարդ, ցանկացած հարցին, հիմա արդի է օրինակ կարմիր գծերի խնդիրը, ցանկացած հարցին մենք ուշադրություն դարձնելու ենք եւ մեր ներդրումն ենք ունենալու, մեր քաղաքացիական եւ մեր մոտեցումներն ենք այնտեղ արտահայտելու։ Կա կոնկրետ հայեցակարգ, որը առաջադրել եք կարմիր գծերի հետ կապված։ Կարմիր գծերի խնդիրը քաղաքապետարանը առաջարկել է եւ հաջորդ հավաքանուն նիստին քննարկվելու է, բայց եթե անդրադառնանք դրան, ոչ միայն ես, երև Երևան քաղաքում ապրող բոլոր քաղաքացիները կարելի ասել մի խնդրի հանդեպ երկու ձեռքով հաստատ կողմ են, որ քաղաքը պետք է լիցքաթափվի։ Իսկ կարմիր գծերի գնային քաղաքականությունը ոչ թե նրա մասին է, որ գինը թանկանա, այլ նրա մասին է, որ թեթևացնեն քաղաքում երթևեկությունը, մեքենաների կայանումը։ Իսկ գումարը ընդամենը իմ կարծիքով ֆինանսական ֆիլտր է։ Իսկ ֆիլտրերից ամենաերևի արդարը իրականում ֆինանսականն է, քանի որ չես ընտրի, թե ովքեր կարող են կանգնել, ովքեր չեն կարող կանգնել։ Ուղղակի դրված է գին, որպեսզի ոչ բոլորը կանգնեն, ու նպատակը ոչ թե որ մարդիկ չկարողանան կանգնեն գումարի պատճառով, ընդհանրապես թեթևանա մեր քաղաքի երթևեկությունը։ Եվ դա իմ կարծիքով ընդհանրապես որոշման խնդիր է։ Մեր քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Երևանում բնակվողները ուզում են մեր քաղաքը որ ուղղությամբ զարգանա։ Այսինքն մենք ուզում ենք
գնանք նմանվենք, ասենք, Վիեննային, Բրյուսելին, Վաշինգտոնին, թե ասենք նմանվենք Դելիին, չգիտեմ, Կահիրեին, Թեհրանին։ Իհարկե այդ քաղաքները մեր բարեկամ երկրների մայրաքաղաքներն են, բայց այնտեղ երթևեկությունը, եթե ինչ-որ մարդիկ մեր Հայաստանյանցում եղել են, ասենք 25 միլիոնանոց քաղաք կա Դելիում, որտեղ կարմիր լույսերի տակ չեն կանգնում։ Մենք երևի վստահ կարող ենք ասել, որ ում որ հարցնես, կասի հաստատ ուզում ենք նմանվենք Վիեննային, չէ, ոչ թե Դելիին։ Եվ այդ նմանվելու համար դի մեծ ջանք ու եռանդ գործադրենք, այս քաղաքը գնի թանկացումը այդ գործողություններից մեկն է։ Միգուցե եթե շատ չլիցքաթափվի, հաջորդ քայլը լինի կարմիր գծերի քչացումը կենտրոնական փողոցում, ընդհանրապես կանոնել կարելի չլինի, որոշակի փողոցներ միգուցե դառնան միակողմանի, այսինքն մեր քաղաքացիները ուղղակի պետք է հասկանան ոչ թե սա գնի թանկացման մասին է, այլ քաղաքը լիցքաթափելու մասին է։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Ես եմ շնորհակալ։